Երիտասարդամուսիններ Էդգարն ու Մերին Իշխանաձորում բնակվելու հայտ էին ներկայացրել։ Շատ չանցած ոչ միայն հայտն է ընդունվում, այլև ստեղծվում է նոր բնակարանում հաստատվելու հնարավորություն։ Մի քանի ամիս է Այվազյանները բնակվում են Իշխանաձորում։ Ընտանիքի հոր խոսքով քաղաքից հետո գյուղում այդքան էլ դժվար չեն հարմարվել։ Գիտեին որտեղ են գալիս եւ ինչի համար։ Սկզբից ծնողներս են եկել, մեծ աղբերս է եկել, իրանք ընտանիքները։ Մենք որ եկել գնացել ենք, արդեն պատկերացրել ենք, որ ստե կարանք զբաղվենք անասնապահությամբ, հողագործությամբ, ինձ տվել են արդեն հողատարածք։ Իշխանաձորի նորակառույց առանձնատներից մեկը հիմա զարդարում են Այվազյանները։ Ընտանիքի մայրն արագորեն փորձում է պատրաստել սեղանը։ Նոր բնակարանում նշում են դստեր ծննդյան միամյակը, ասում է պայմանները լավ են, հեշտ ջեռուցվող, իսկական երիտասարդ ընտանիքի համար գոհ են։ Որ նայում եմ կողքի տներին, մինչև այս տները կառուցել է, մեր պայմանները շատ լավն է, տիրա, որովհետև ոչ ոք սենց նորմալ կենցաղային պայմաններ չունի, հենց մենակ որ ամեն ինչը մի հարկի տակ։ Իդեալական կառավարված, սա նորմալ տուն է, մեր ընտանիքի համար, թե չափսը, թե ամեն ինչը մեզի համապատասխան է։ Փոքրիկ Համլետը փորձում է քրոջ բարձր տրամադրությունն ապահովել, հայրն էլ ակամայից պատրաստվում է ծառատունկին։ Գառնանն այստեղ ազատ տարածք չպիտի լինի, ավելացնում է Էդգարը։ Տնամերձում ծառեր առանձին հողամասում էլ մշակելու են հացահատիկ ու բանջարաբոստանային կուլտուրաներ, այնպես ինչպես գյուղում շատերը։ Պատրաստ եմ այնքան, որ օգնողներ կան, հուշող կա, միշտ էլ չիմանամ, օգնում են, ասում են։ Մասնագիտությամբ տպագրիչ Էդգարը գիտի, Իշխանաձորում ամենաեկամտաբեր աշխատանքը սեփական տնտեսություն ունենալն է։ Ուզում է բնակարանից ոչ հեռու անասնագոմ ու թռչնանոց կառուցել եւ սկսել գյուղատնտեսական իր առաջին քայլերը։ Այս ուղղությամբ առաջին խթանը համարում է ստացած անասնավարկը։ Անասունները իմ կարծիքով ստե այնքան հարմար պահել է, որ խոտը միշտ կանաչ է։ Ուրիշ տեղերի համեմատ։ Ես դե միշտ խոտը կանաչ եմ տենում, միշտ այսինքն կերը կա։ Անասնավարկել ստացել եմ ու պատրաստում արդեն անասուն ունենամ։ Մասնագիտությամբ դեղագործներին առայժմ զբաղված է փոքրիկների խնամքով ու դաստիարակությամբ, անկեղծանում է չի պատկերացրել, բայց արդեն գյուղի լիիրավ բնակիչ է։ Հուսով է, որ մի օր Իշխանաձորը դեղատուն կունենա, ինքն էլ ինչու ոչ աշխատատեղ։ Նարեկ Սահակյան, Հայկ Բաբայան, օր։